տարի հետ գնանք Նիկոլ Փաշինյանի շանսերը սկսենք գնահատել, ինքը ընդհանրապես շանս չուներ որևէ բան անելու, հետեւաբար շանսերը ինքը չի գնահատում, ինքը եթե գնահատելից ուներ, ինքը կուզեր նստեր Բուր Հավիտյան Հայաստանի հետ ինչ ուզեր անել ու ինքը միշտ մնար, հետեւաբար իր գնահատած շանսերը պետք է կրկին անգամ վերագնահատել եւ գնալ ընտրության ու ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է։ Դե դա ի՞նչ է նշանակում չեն մտնելու, ինքը չի թողնելու, թե չեն կարողանալու մտնել։ Երկու դեպքում էլ եմ ասում, ինքը որևէ կերպ ոչ իրավասու է, ոչ զորու է, որևէ իրավիճակ փոխելու, եթե ժողովուրդը գնահատության եւ Նիկոլ Փաշինյանին ասի ոչ։ Իսկ տարբեր սոցհարցումներ են հրապարակում, նաև վերջերս եւս մեկ սոցհարցում հրապարակվեց եւ ըստ այդմ առաջատարը Փաշինյանի ուժն է, Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը երկրորդ տեղում է։ Իսկ դուք ասում եք, որ գնում ենք բացարձակ հաղթանակի, ինչ կասեք այս հարցումների վերաբերյալ։ Դուք ինչ այդ սոցհարցումները, եթե 7 ամիս առաջ լինեին, ուժեղ Հայաստանի մասին ընդհանրապես որևէ հիշատակում չէր լինի։ Հետեւաբար դրանք դինամիկ աճող պրոցեսներ են եւ արդեն քվեարկության օրը պատկերը փոխված կլինի։ Իսկ դրանք, եթե ելի եմ ասում, 6-7 ամիս առաջ ուժեղ Հայաստանի մասին ընդհանրապես որպես քաղաքական միավոր հիշատակում չկար, հետեւաբար իհարկե սոցիոլոգիան լավ գիտություն է, բայց սոցիոլոգիան նաև դինամիզմի եւ զարգացման մեջ է մեր հասարակությունը այսօր գտնվում եւ սոցիոլոգիան կարող է հաջորդ շաբաթ այլ թվեր արձանագրել։ Ըստ այդմ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը աճել է նախորդ ամիսների համեմատ։ Չի անհանգստացնում, որ թիմակիցը ձեր այսպես վարկանիշ։ Ասած ես չեմ պատկերացնում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ինչի պիտի աճի, ոչ թե անհանգստացնում է իր աճելը կամ չաճելը, այլ պիտի մենք բոլորս ջանք ու եռան չխնայենք մեր հասարակության հետ աշխատելու եւ կատարելու ճիշտ ընտրություն եւ կատարելու փոփոխություններ, որպեսզի մեր երկիրը այլևս չլինի այն իրավիճակում, ինչ իրավիճակում այսօր գտնվում է։ Հիմա այսպես ասեմ, Հայաստանի Հանրապետությունը դարձել է Գեբելսյան ֆաշիստական Գերմանիայի նման այդ ինչ-որ անընդհատ իրար հետևից, չգիտեմ, գնացող, գաղտնալսող, ծածուկ հետևող մի իրականություն, եթե կներեք մեր բոլորիս կենցաղային խոսակցությունները եւ իրենց կենցաղային խոսակցությունները կարողանան գաղտնալսել, շատ ավելի խայտառակ ու խայտաբղետ հաստերի հայտ կան, ուստի ես չեմ ուզում անդրադառնալ այն երևույթներին, որոնք ընդամենը կրում են պրոպագանդիստական բնույթ, որոնք ընդամենը կրում են հասարակությանը ծխածածկույթով ծածկելու եւ ինչ-որ երևույթների մասին կեղծ տեղեկություններ տարածելու բնույթ։ Ընդդիմությունը նույնպես կենդանի օրգանիզմ է, ուղեղային օրգանիզմ է, հաստատ ընդդիմությունն էլ իրադրությանը համապատասխան կունենա իր համապատասխան լուծումները այս կամ այն իրավիճակի վերաբերյալ։